որ ժամկետի մեջ չլրացնելու պատճառներից մեկը նա է, որ այսօր 35,000 է եւ ոչ ընդամենը 5%-ը, երկրորդ պատճառ որպես նշեցիք, քանի որ հանրությունը արդեն գիտեր, որ ժամկետը ըստ էության երկարացվել է, այսինքն ենթադրում եմ, որ դուք խոսում եք Նիկոլ Փաշինյանի, այսինքն դուք ինքներդ ասեցիք դա, Նիկոլ Փաշինյանի փետրվարին արված հայտարարության մասին է, երբ նա արդեն հայտարարեց, որ հայտարարման գործընթացը կերկարացվի մինչև նոյեմբերի 1։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունը նպաստեց, որ ձեր կողմից կատարված խոստումը, ձեր խմբակցության, ձեր իշխանության արդեն չի կատարվելու, փետրվարին նա ենթադրում էր, ինչ հիմքով էր ենթադրում, ես չգիտեմ, հիմա եթե դա իսկապես ուզում էր, որ ձգվեր ու գիտեր, ինչի նախապես այդ իր մոտեցումը չէր հայտնել եւ նման հայտարարությունը, որ ձեր ծրագրի կասեցման մասին է, հիմա դա կայացած թե չկայացած քաղաքական գործիչի հայտարարություն է, կարող եք գնահատել ինքներդ, Տիկին Մինասյան, հարց ունեմ ես, 35,000 լրացված, հայտարարագիրի լրացված քաղաքացիներից պարոն փոխնախարար, մի խանգարը, ես ձեզ եմ հարց տալիս, ուրեմն դուք հայտարարեցիք, որ 15,000-ը արդեն հետ վերադարձի նպատակ ունեցող լրացվողներն են, մնացածը ոչ, հիմա արդյոք կատարվել է վերլուծություն, այն մնացած 20,000-ը, քաղաքացիների ինչ խմբեր են, ինչ վերլուծություններ է արվել, որ խմբերն են, որ առավել ակտիվ հայտարարագրման լրացման գործընթացին մասնակցել են ու լրացրել են, պարոն Թունյան, հարց եմ նորից տալիս, որտեղ ժամանակ չունեի հարցերի մեջ, դուք նշեցիք, որ եթե թոշակառուները իրենք չեն լրացնելու, ապա դուք եք ինքնաշխատ եղանակով համակարգը կլրացնի, ճիշտ է, ես եթե ճիշտ հասկացա, այս պարագայում ինչով եք համոզված լինելու, որ իսկապես այդ թոշակառուն դրսից որևէ եկամուտ չի ստանալու, որոնք են լինելու այդ համոզման հիմքերը։ Շնորհակալություն Տիկին Գյուղյան, ավարտվեց ժամանակը։ Եվ եթե կարելի է հարց, որտեղ հարցել չէ, ինչքանով ունեք վերլուծություն եւ ինչ ռիսկեր եք դուք տեսնում, որ նոյեմբերի 1-ից հետո էլ հանկարծ մենք նույն խնդրի առաջ կանգնած չլինենք։ Տեսել եք նման ռիսկեր, գնահատել եք եւ որոնք են, եթե տեսել եք։ Հարցուկ Մինասյան։